Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը քաղաքագետ վերլուծաբան Հրանտ Մելիք Շահնազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Մելիք Շահնազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այսպես կոչված Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների փաստաթղթեր, ընդ որում մասնակի փաստաթղթերին ամբողջական փաթեթը չեն հրապարակվել։ Այնուամենայնիվ ինչ էր սա նշանակում, թափանցիկության դրսևորում էր, թե ինչ որ PR քայլ։ Չէ, թափանցիկության մասին այստեղ խոսք անգամ չի կարող գնալ, որովհետև ըստ էության հրապարակվածը բանակցային ամբողջ փաթեթի 1%-ն էլ երևի չի կազմում։ Հետաքրքիր 2-3 փաստաթուղթ կային, չգիտեմ որքանով էին դա ամբողջական, բայց այնուամենայնիվ այն ինչ որ կար հետաքրքիր էր։ Խոսքը իհարկե առաջի հերթին 2019 թվականի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված այդ նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի հռչակագրի բաններ, այդ նախնական տարբերակը, հետաքրքիր իհարկե Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, բայց մեծ հաշվով հասկանալի է, որ արվել է դա 1 կամ 2 պատճառով, այսինքն ոչ թե թափանցիկության մասն էր խոսքը, այլ Փաշինյանը իսկապես հայտնվել էր մի իրավիճակում, երբ մշտական պահանջ կար հրապարակել այդ փաստաթղթերը եւ դրանց գոյության փաստը թաքցնել այլևս ըստ էության անհնար էր։ Ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ Փաշինյանը ասում էր, որ 19 թվականին ոչ մի առաջարկ չէր ստացել։ Բացի այդ, երբ որ եղել էր հեղաշրջումը եւ դարձել էր վարչապետ, նա խոստանում էր, որ ցանկացած փաստաթուղթ, որ կհրապարակվի կամ կառաջարկվի, ինքը հանրային քննարկման է դնելու։ Փաստորեն մեկ անգամ խաբել է 2019 թվականին, ստացել է այդ փաստաթուղթը առաջարկը եւ որևէ հանրային քննարկում անգամ չի տեղեկացել հանրության դրա մասին։ Եվ երկրորդ ցույցով վերջի 1 տարվա ընթացքում 1.5 կարծեմ նույնիսկ երբ անդադ ասում է, որ նման առաջարկ չկար, եւ այս բարձրաց որ կա։ Իհարկե այդ ցույցը գոծկելու համար փոքրիկ հնարքի են դիմել տեխնիկական փաստաթղթի անվան շուրջ փակագծերում գրել են 2016-2019 թվական, իբրև թե ցույց տալու համար, որ դա նախկին փաստաթղթի ինչ-որ նոր մոդիֆիկացիա է կամ ինչ է, բայց այնուամենայնիվ փաստը այն է, որ 2019 թվականին բանակցությունները շարունակելու առաջարկ է արվել Փաշինյանին, որից նա չի օգտվել եւ զարգացումները տարել է միանգամայն այս սցենարով։ Ցավոք սրտի մեր ժողովրդի եւ հայկական պետությունների համար աղետալի սցենարով։ Դրա համար ինքը, բայց ինչու է հրապարակում հիմա, կարծում եմ 2 պատճառով։ Մեկ արդեն ասացի թաքցնելը այլևս հնարավոր չէ եւ երկրորդը Մինսկի խմբի դադարեցման, համանախագահության դադարեցման այդ փաստը այլ փաստերով կոծկելու փորձեր, այսինքն որպեսզի հանրային արձագանք չլինի, որպեսզի այդ քննադատությունը չլինի, որ ըստ էության Արցախի հարցը քաղաքական դաշտում պահելու, այն էլ գերտերությունների ներգրավվածությամբ քաղաքական դաշտում պահելու վերջին այդ հնարավորությունը Փաշինյանի թեթև ձեռքով կամ չարաբաստիկ ձեռքով ոչնչացվեց, ինքը ուզում է ցույց տա, որ դա պահելու բան չէր, էլի տեսեք թե ինչ էին առաջարկում, պլաստների զիջումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս փաթեթը ցույց տալու համար նա հրապարակեց դա եւ փորձեց նաեւ մի քիչ հանրային ներքին օրակարգերը իր համար դարձյալ խնդրահարույց եկեղեցի պետություն, հակամարտություն, չգիտեմ, ներքին այդ քաղաքաբանտարկյալների հակամարտությունով մի քիչ շեղել այլ հարցերով, այսինքն որպեսզի օրակարգում քննարկող այլ թեմաներ լինեն։ Տեսեք, որպես ձեր խոսքերի շարունակություն, օրինակ նաև շատ են քննարկումները, որն այս փաստաթղթերը հրապարակել է հիմա ընտրություններից առաջ նախկին ներկա բանավեճը նորից վերակենդանացնելու համար, եւ որն է նաև հետաքրքիր է, որ որոշ փաստաթղթերի մասով էլ նա հղում է կատարում իր ընտանեկան անձնական թերթին եւ արդյոք դա իրավաչափ է եւ նաև հարց է առաջանում այս ամենը հանրության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Տեսեք, այն որ փաստաթղթերի բացարձակ մեծամասնությունը, որը հրապարակվել էր 2 օր առաջ կառավարության կայքում վաղուց հանրահայտ է, դա փաստ է։ Իսկ ինքը անգամ որպես փաստաթղթ է ներկայացել Սերժ Սարգսյանի ազգային ժողովում հնչեցրած ելույթներից հատվածներ, համ Կազիմիրովի գրքից հատվածներ, փաստաթղթերից մեկը ընդհանրապես մեծ կասկած է առաջացնում, գոյություն ունեցել է, թե չէ, ես կարծում եմ, որ չի եղել։ Խոսքը Մեղրին Արցախի հետ փոխանակելու այսպես կոչված ծրագրի մասին է, որ առաջ անգամ հրապարակվել է 2000 թվականի նախագահական ընտրությունների այդ լարված իրավիճակներում հայկական ժամանակ թերթում
եւ որևէ տեղ իրական փաստաթղթի գոյության մասին ոչ մի այլ հանգամանք չկա։ Հղվել է այո իր ընտանեկան, ինչպես որ դուք ճիշտ ասացիք, թերթին։ Ձեր նշած նպատակն էլ կարծում եմ տեղին է, այսինքն ինքը էլի փորձում է ակտիվացնել նախկին ներկա այդ դիսկուրսը, նաև դրա լույսի ներքո նախկիններին ներկայացնել որպես ուժեր կամ քաղաքական գործիչներ, որոնց բանակցած փաստաթուղթը պարտվողական եղել, այսինքն ենթադրում էր զիջումներ, Ադրբեջանին տարածքային զիջումներ, ճիշտ է, փոխարենը ստանում է ինքը անկախություն Արցախի համար, բայց այնուամենայնիվ եկեք համաձայնենք, որ շատերի համար դա նույնպես բացասական ընթացքով փաստաթղթեր էր, եւ Փաշինյանը գիտեք հաշվարկ գնալ չի, որ հանրությունը պիտի հիմա խորանա, տեսնի թե իրականում ինչ է եղել կամ այդ բանակցային իրավիճակը ոնց է խաղարկվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, ինքը փորձում է ցույց տալ, որ դա էլի միշտ էլ եղել է խոսքը նրա մասին, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Մինչդեռ այնտեղ բազում նրբություններ կան, որոնք հանրությունը ոչ էլ խորանալու է հասկանալու համար այդ նրբությունները եւ հասկանալու համար, որ այդ նրբություններն էին, որ տասնամյակներ շարունակ թույլ էին տալիս Արցախը ամբողջությամբ պահպանել հայկական։ Տեսեք, բայց օրինակ պատերազմից հետո իշխանությունները հայտարարում էին, որ Շուշիի հարցը եղել է բանակցությունների օրակարգում, հիմա այս փաստաթղթերի հրապարակմամբ ինչ է բարձրանում, իշխանությունները ճիշտ էին ասում, թե ստում էին։ Ադրբեջանի համար ոչ միայն Շուշիի, ընդհանրապես ամբողջ Արցախի հարցը մշտապես եղել է օրակարգում, այսինքն նրանք մշտապես պահանջում էին, որպեսզի ամբողջ Արցախը հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Հիմա այն փաստաթուղթը, որը 19 թվականին է վերաբերվում, այս բացահայտված փաստաթուղթը, այնտեղ Շուշիի հարց չկա, ընդհանրապես ոչ մի կերպ ոչ հիշատակում, ոչ նույնիսկ ակնարկ Շուշիի մասին չկար, այնտեղ խոսք էր գնում նախկին լղիմ շուրջ ընկած նախկին Զանգելանի, Կուբատլիի եւ այլ Աղդամի եւ այլ շրջանների մասին, որոնք բայց լուրջ խնդիրներ էին առաջացնում եւ Ադրբեջանի ներքին օրենսդրական հարցերի տեսակետից, որտեղ խոսք էր գնում, որ այդ տարածքները հանձնվելու են, բայց մնացած տարածքում Արցախի հանրաքվե պետք է իրականացվեր։ Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս եւ հիմա թույլ չի տալիս հանրապետության ինչ որ հատվածում անցկացնել հանրաքվե։ Իսկ Արցախը իրենք ամբողջությամբ ճանաչում են Ադրբեջանի կողմից, հետեւաբար այդ խնդիրը Ալիևի համար անլուծելի էր, ինքը հանրաքվեին չէր կարող գնալ եւ ոչ միայն դա, կային նաեւ այլ հակասություններ, որոնք ըստ էության անհնար էին դարձնում այդ փաստաթղթի վերջնական ընդունումը Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի իշխանությունը դրա վրա լավ խաղում էին։ Այսինքն լավ հասկանալով, որ ցանկացած ավարտ բանակցությունների ինչ որ տեղ պետք է բերեր զիջումների, այդ փաստաթղթերի հիմքում այնպիսի կետեր էին դրվում, որ Ադրբեջանը ստիպված լինի ինքը մերժել դա, իսկ միջազգային հանրությունն մեղադրում էր արդեն ոչ թե հայկական կողմին բանակցային process-ը չամբողջացնելու համար, այլ հենց կոնկրետ Ադրբեջանին։ Նա մեզ հնարավորություն էր տալիս օգտվել իրավիճակից եւ ամրապնդել մեր անվտանգությունը եւ պետականությունը Արցախում։ Գիտեք, մի քիչ պարադոքսալ իրավիճակ է ստացվում, նաեւ այս փաստաթղթերը դրա մասին խոսեցին, որ նախկին իշխանությունները ըստ էության խոսքի վրա համաձայնվում էին մի բանի, որը ականջահաճո էր նաեւ միջազգային հանրությանը, որը թույլ էր տալիս նրանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել, բայց գործի վրա անում էին միանգամայն այլ բաներ, այսինքն ամրապնդում էին Արցախը, կոմունիկացիաներ էին կառուցում, չգիտեմ, բանակներ էին ուժեղացնում, ճանապարհներ եւ այլն, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճիշտ հակառակ քննադատելով այդ բանակցող փաստաթուղթը, որը մեզ մանևրի բավական մեծ հնարավորություն էր տալիս եւ դատապարտելով այդ փաստաթուղթը, բայց փաստացի արեց այն, ինչ որ գրված էր այդ փաստաթղթում, այսինքն պարզապես դա չարեց խաղաղ ճանապարհով, որպեսզի իրենց ոչ մի մեղադրանքներ չանի, այլ բեմադրվեց այդ պատերազմը, որը ցավալի արդյունքներ ունեցավ, հետևանքներ ունեցավ մեր համար, եւ բայց այդ պատերազմի միջոցով ըստ էության սկզբից այո իրենք հանձնեցին այն 5 շրջանները, հետո հանձնեցին եւս 2-ը, բայց քանի որ նաեւ գործով եւ խոսքով հրաժարվել էին այդ բանակցային process-ից, նաեւ վստահ եմ, որ ինչ որ պայմանավորվածություններ են ունեցել Ալիևի եւ Էրդողանի հետ, ըստ էության նույնիսկ այդքանով կանգ չառավ եւ
հնարավորություն տվեցին Ադրբեջանի համար հասնել իրենց համար մաքսիմալ դրական արդյունքի։ Մի քիչ էլ են կողմ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունից էլ բավական մեծ տարածքներ գրավեցին։ Պարոն Էրիկշադնադյան, տեսեք, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Զանգեզուրի միջանցք կոչվածի շուրջ Սյունիքի եւ ինչու ողջ Հայաստանն է անվանում Արևմտյան Ադրբեջան։ Հիմա օրինակ մտավախություն չկա, որ այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը այն կներկայացնի որպես նախկիններից մնացած պայման եւ արդյոք հանրությունը երաշխիքներ ունի, որ Հայաստանի հարցն էլ Նիկոլ Փաշինյանը չի լուծի ադրբեջանական պահանջներին համապատասխան։ Տեսեք, քանի կա Փաշինյան, հանրությունը որևէ երաշխիք չի կարող երբեք ունենալ։ Մենք արդեն տեսել ենք եւ համոզվել ենք, որ այս իշխանությունը գնում է պարբերական զիջումների ճանապարհով եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու համար հակառակորդին զիջել բառը բուն իմաստով ամեն ինչ։ Ամեն ինչ իրենք էլ չեն ཐակցնում, ասում են դե հա խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել, բայց դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը հետևելու է այդ պայմանագրին, մեկ էլ տեսար ու հարձակվեց։ Եվ նույնիսկ այնքան է հասել այդ ցինիզմի մակարդակը, որ դա չի էլ ཐակցվում արդեն հանրությունից։ Այո, իսկապես ոչ մի երաշխիք չկա, մենք տեսել ենք, որ տարիներ շարունակ արդեն 18 թվականից 7 տարի անցել, 7 ու մի քիչ էլ ավել, Փաշինյանի ոչ մի հայտարարություն իրականությանը չի համապատասխանել, ինքը միշտ հետո բայց գտել է չարած քայլերի ճակերտավոր արդարացումներ, մեղքը բարթելով կամ նախկին իշխանությունների վրա կամ իր թիմակիցների վրա կամ միջազգային հանրության վրա, չգիտեմ, բոլորը մեղավոր են, Ռուսաստանը, կլինի Միացյալ Նահանգները եւ այլն, բոլորը մեղավոր են բացի իրենից, որ բայց հետևողականորեն փաստացի ինքն է գնում այդ զիջումների ճանապարհով։ Տեսեք, իշխանությունները վերջին շրջանում հայտարարում էին, որ օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում, նոր հնարավորություններ են ստեղծվում, կոմունիկացիաների ապաշրջափակում է տեղի ունենալու, բայց հիմա վերջին շրջանում նաև քննարկումներ են ընթանում, որ քանի որ Թուրքիան չի շտապում Հայաստանի հետ բացել սահմանները, կարգավորել հարաբերությունները եւ նախապայման է առաջ քաշում Ադրբեջանի պահանջները կատարելն ու հարաբերությունների կարգավորումից հետո սահմանների բացումը, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ անհանգստացած է եւ չի կարողանա հանրությանը, այսպես ասած, իր խոսքերը ապացուցել եւ ցույց տալ, որ տեսեք, օգոստոսի 8-ից հետո մենք նաեւ տնտեսական օգուտներ ենք ունենալու։ Այս մասով ինչ զարգացումներ կարելի է սպասել։ Դեք ինձ համար շատ պարզ է ինչ է անում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նրանք երկուսով միասին Փաշինյանին ցույց են տալիս, որ քո իշխանության ապագան գտնվում է մեր ձեռքերում։ Կուզենք ընտրություններից առաջ ինչ-որ դրական ժեստ կանենք, կգնաս այդ տուղթները կթափահարես քո ընտրողների առջև, քո ձայները կհավաքես։ Չենք ուզի բավական է մի քիչ իրավիճակի լարում սահմանում եւ դու կործանված ես։ Այսինքն ըստ էության Էրդողանը եւ Ալիևը հիմա ցույց են տալիս Փաշինյանին իր տեղը որպես այդ երկուսի կամակատար Հայաստանում։ Եվ ընտրությունը շատ պարզ է դրված Փաշինյանի առջև, կամ անում ես մեր պահանջները, կամ դու այլևս իշխանություն չես լինելու։ Ըստ էության, նաև դատելով Փաշինյանի ու նրա թիմակիցների հանրային խոսքից, վարքագծից, իրականացող քաղաքականությունից, իրենք այդ պահանջները ընդունել են։ Եվ հիմա խելոք նստած սպասում են, երբ կլինի ընտրություններից առաջ հաջորդ, այսպես ասած, նվերը, որը թույլ կտա իրենց այստեղ իշխանություն պահել։ Իդեպ ասեմ, որ նույն թուրքական կողմը այնպես չի, որ տենց հույսը կտրել է, հա, դա նաև հույս չի տալիս Փաշինյանին։ Օրինակ նախորդին Բլումբերգում կար հրապարակում այն մասին, որ ընտրությունների մոտ շրջանում Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահման բացել։ Ես չգիտեմ ամբողջությամբ կբացեն թե որոշակի սահմանափակումները, բայց վստահ եմ, որ նման մի բան լինելու է։ Ավելին ասեմ, վստահ եմ, որ ընտրության նախաշեմին նաև խաղաղության պայմանագիրն է ստորագրվելու, այսպես կոչված խաղաղության, թե դա իրականում խաղաղության պայմանագիր չէ։ Կստորագրվի, բայց չի վավերացվի Ադրբեջանի խորհրդարանի կողմից։ Դա վավերացման համար այլ գին է վճարելու Փաշինյանը, դա դեռ ժամանակը կա, բայց այդքանը կբավականացնի, որպեսզի Փաշինյանը շարունակի խոսել այն մասին, որ իբրև թե տեսեք խաղաղության խաչմերուկ ենք կառուցել, հիմա այսա միլիոնները գալու են, չգիտեմ ինչ է լինելու եւ այլն։ Փաստ այն է, որ այսօր միլիոններ Հայաստան գալիս են, դեռ օրինակ Եվրոպական միության կողմից 3-4 օրը տեսակ որ 15 միլիոն եվրոյի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում օտար ազդեցությունները չեզոքացնելու համար։ Այսինքն հանրահավաքությունը ստացել է Փաշինյանը։ Ինքը այդ գումարը հենց նստի հաշիվներին սկսելու է կատարել այդ գործերը, այսինքն հալածելու է քաղաքական դիմախոսությանը, ասելով, որ տեսեք, սա արտաքին ազդեցության գործակալներ են, հալածելու է մեդիաներին նույն պահանջներով եւ այլով,
վերջում էլ գնալու է Բրյուսել, ասելու ձեր պատվերը կատարված է, ընտրությունները հաղթած են եւ կարող ենք շարունակել զիջումները այդ քաղաքականությունը նույն ոգով, ինչ որ եղել է վերջի քանի արդեն 5 տարիների ընթացքում։ Գալով Հայաստանի ներքաղաքական կյանքին, Նիկոլ Փաշինյանը կարծեք թե նույն ջերմեռանդությամբ փորձում է վեհափառին ուրեմն հեռացնել եւ պարակտում է եկեղեցին, բայց նաեւ կարծիքներ կան, որ անհանգստացած է, քանի որ ըստ իր գծած սցենարի եւ պլանի չի իրականացվում այս գործընթացը եւ հայ առաքելական եկեղեցին դեռ դիմադրում է։ Ինչ զարգացումներ կարելի է սպասել այս մասով։ Չգիտեմ իր նախագծած պլանը որն է եղել, բայց այն որ բավական լուրջ արդյունքների է արդեն հասել Նիկոլը, սա միանշանակ է, եկեք ինքներս մեզ չխաբենք եւ իսկապես տեսնում ենք, որ եկեղեցու ներսում աշխատելու բավական պարար թող է ունեցել։ Սա իհարկե նաեւ դրական կողմեր ունի, ինչպես ցանկացած մեդալ, հա, երկու կողմ է ունենում, դրական այն է, որ կեղտը ջրի երես է դուրս գալիս։ Եվ ինչ որ տեղեկություններ, որ հասանելի էր նեղ շրջանակների, օրինակ այս կամ այն եպիսկոպոսի իրական նախընտրությունների կամ մղումների մասին, ինքը դարձավ հանրային։ Այս իմաստով նաև եկեղեցու մաքրելու իրական process է սկսվում, բայց ես չեմ բացառում, որ Փաշինյանը կարողանալով օգտագործել քարոզչական տեխնոլոգիաներ, ինչի ինքանուն է շատ բարձր մակարդակով, ի վերջո հասնի նրան, որ փոքրամասնությամբ եւ մի քանի այդպես հոգեվորական եւ եպիսկոպոսների միջոցով իսկապես կարողանա հասնել եկեղեցու պառակտմանը։ Մեծ հաշվով դրա ինչ որ նախանշան արդեն կա։ Ի վերջո 10 եպիսկոպոս դա քիչ չէ, թեմերի առաջնորդներ են, ազդեցիկ հոգեվորականներ էին նախկինում եւ այլն եւ արդեն իսկ դա բավական է, որ նույն ժողովրդի աչքին էլի այդ խոսույթը ակտուալ դառնա, որ դա սա նույնն է, եկեղեցին էլ է փչացած։ Այդ նույն տեխնոլոգիաներն են, որով ժամանակին արդարադատության համակարգը կործանեց Հայաստանում, որով նա բանակը կործանեց ըստ էության Հայաստանում, նույն ձևով հիմա եկեղեցու դեմ է գնում։ Վերջնական արդյունքի իհարկե չի հասնելու, այսինքն վեհափառ հայրապետը մնալու է վեհափառ հայրապետ, հնարավոր է ինչ որ ոչ թե հնարավոր միանշանակ իր ինչ որ շրջանակներ, բայց այն որ դա խնդիրներ է վերելու եկեղեցուն, որոնց լուծման համար նույնպես երկար ժամանակ պետք կգա, սա արդեն միանշանակ է։ Ու այդքանը բավական է Նիկոլին, դա է ձեզ ասեմ։ Իսկ ինքը խնդիր չունի վաղը պայմանական ստիրադավներից որևէ մեկին կաթողիկոս հռչակելու, հակաթոր կաթողիկոսություն ստեղծելու եւ ասելու, որ սա է իսկական եկեղեցին, իսկ նրանք կոռումպացված են կամ չգիտեմ թե ինչ են։ Դե պատմության ընթացքում նման բաներ եղել են, դա ժամանակի ընթացքում իհարկե հաղթահարվում է, իսկ նման տիրադավները պատմության մեջ միշտ իրենց հստակ տեղը որպես դավաճաններ արձանագրվում է այդ տեղը, բայց Փաշինյանը ապագայի մասին չի մտածում, իր խնդիրը այս պահին ակտուալ հարցեր լուծելն է եւ համար մեկ խնդիր այս պահին դա 26 թվականի ընտրություններում կրկին հաղթանակ ապահովելն է։ Տեսեք, որպես ձեր խոսքերի շարունակություն, կարծեք թե հենց քաղաքացիական պայմանագիրն է, որ ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին, ընտրացուցակների հարցերով են զբաղվում, նոր մարդիկ են ընդգրկվում ընտրացուցակներում, հներից ոմանք դուրս են գալիս, ինչով է պայմանավորված այս ամենը եւ ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը։ Դա քարոզչություն է։ Փաշինյանի համար ընտրությունը իհարկե բավական, այսպես ասած, հեռանկարային գործընթաց է։ Հեռանկարային մի քանի պատճառներով։ Պատճառ համար 1, ինչպես արդեն տեսանք, նույն այդ Եվրոպայից մատուցված գումարների օրինակով, ինքը ունի նախապես գնված ինդուլգենցիա, ինչ ուզում ես արա, միևնույն այդ ընտրությունները մենք ճանաչելու ենք ժողովրդավարական, օրինական, կայացած եւ այլն, իսկ ովքեր քեզ դեմ դուրս կգան, իրենց կկոչենք օտար գործակալներ, ու դրանով հարցը կփակվի, այսինքն դա հաղթելու համար ընտրությունների համար շատ լուրջ գործոն է, որը արդեն Փաշինյանի ձեռքում կա։ Փաշինյանի ձեռքում կա երկրորդ գործոնը, դա վարչական ռեսուրսն է, որը վստահ եմ շատ լավ աշխատելու է եւ իրենց քվեարկողին շատ կազմակերպված մեկ մարդու պես տանելու են դրա տեղամասեր եւ ապահովելու է անհրաժեշտ ձայների քանակ։ Կա երրորդ գործիքը նրանց ձեռքում, այսպես կոչված իրավապահ համակարգը, նաեւ դատական համակարգը, որը այն նույն պահին, երբ որ Փաշինյանը այդ շոուն է անում, իբրև թե
ճակերտավոր պրայմերիզի միջոցով ցուցակ է ձևավորում, որը ներկայացվելու է որպես լավագույնը, զտված, մաքրված եւ այլն, այդ նույն պահին ամբողջ ընդդիմության առաջնորդները կամ կալանավորված են, կամ դատարաններում են, կամ ճոկերական գործերով կաշկանդված են եւ ընտրական process-ներով լուրջ զբաղվելու ոչ մի հնարավորություն չունեն։ Այսինքն դա այդ ամեն ինչը արդեն իսկ բավական է Նիկոլին, որպեսզի ինքը ընտրությունների վրա իսկապես մեծ ընտրությունների հետ կապված մեծ հույսեր կապի եւ պատրաստի իր հաղթանակը։ Ավելին ասեմ, այդ ընտրությունները արդեն իսկ կեղծված են, բառից բուն իմաստով կեղծված են եւ դրա օրինակները շատ են, բացի նրանից, որ թվարկեցի, որ կալանավորված են եւ այլն։ Տեսեք, ընդդիմադիր բոլոր այն համայնքներում, որտեղ ունենք բոլոր այն համայնքներում, որտեղ ունենք ընդդիմադիր առաջնորդներ, նրանք կալանավորված են։ Մասիսի քաղաքապետին ձերբակալեց լավ իմանալով, որ ընտրություններում բավական մեծ ազդեցություն ունի այդ տարածաշրջանում Դավիթ Վարդսումյանը եւ կարող է մեծ ձայներ բերել։ Վարդան Ղուկասյանը գտնվում է Գալանավայրում, նույնիսկ Էջմիածնում այնտեղ, որտեղ իշխանություններին հաջողվեց հաղթանակապահովել, նրանք սկսեցին հետապնդել այն ընդդիմախոսները, ովքեր կարողանում են ձայն բերել։ Այսինքն հաղթանակ դաշինքի, եթե ճիշտ եմ հիշում անունը, հաղթանակ դաշինքի կողմնակիցներին ձերբակալում են եւ ոչ միայն նրանց։ Երեք էլի մամուլում կարդացի, որ օպերատիվ աշխատանք է իրականացում եւ բոլոր աշխույժ գործիչները, ովքեր կարող են ձայներ ապահովել, դրանց հետապնդում են, հետևում են։ Ուրիշ համայնքներում ես գիտեմ օրինակներ, որ մարդիկ, ովքեր կարող են ընդդիմության համար աշխատել, ձայներ հավաքել, ասում են, գիտեք, 2 հատ քրեական գործ կա, 3 հատ քրեական գործ կա, եւ ես զգուշացված եմ, եթե մտա այս պայքարի մեջ, ինձ միանգամից կալանավորելու են։ Այսինքն այդ ընտրությունը արդեն իսկ կեղծված է, ես չգիտեմ, այս կեղծված ընտրության պարագայում հնարավոր է այդ կեղծիքների գործոնը հաղթահարել եւ հաղթանակ տանել ընտրություններում, իմ կարծիքով շատ դժվար է դա հնարավոր։ Չեմ ասում, որ լիարժեք անհնար բան է, բայց որպեսզի այդ հաղթանակը հաջողվի, ընդդիմությունը պետք է աշխատի եւ պետք է աշխատի արդեն այսօր եւ պետք է փորձի բոլոր այն գործիքները, որոնք հնարավորություն են տալիս Փաշինյանին թեկուզ օր առաջ հեռացնելու, իսկ այս պարագայում խոսքը իմպիչմենտի մասին է, սկսել դրանով, որովհետեւ անգամ եթե իմպիչմենտը չհաջողվի, բայց դա կարող է լինել քաղաքական լավ պլատֆորմա, որի հիման վրա կարելի կլինի ձևավորել ժողովրդական շարժում, որպեսզի ընտրություններին մենք մոտենանք ոչ թե տանը նստած, պասիվ, ամեն ինչից հիասթափված հանրությամբ, այլ պայքարող հանրության առկայության պարագայում։ Դա է միակ տարբերակը, եթե գործածնի ընտրություններին, այնտեղ որոշակի հաջողություններ ակնկալելու համար։ Մնացած պարագաներում այն ինչ որ ես թվարկեցի, խոսում է այդ մասին, որ հաղթանակ ընտրություններում հնարավոր չէ։ Եվ վերջում պարոն Մելիք Շահնազարյան, փորձենք հասկանալ հենց ընդդիմությունը օրինակ ինչ կարգախոսներով պետք է հանդես գա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է ես բերել եմ խաղաղություն եւ տեսեք տնտեսական հնարավորություններ եմ ստեղծում հանրության համար։ Դա դժվար հարց է իրականում, ես պատրաստ պատասխան չունեմ հատկապես կարգախոսների մասին, բայց ես մի բան գիտեմ, որ Փաշինյանի պոպուլիզմի դեմ պոպուլիզմով պայքարել հնարավոր չէ։ Այդ հարցում նա աշխարհի չեմպիոնն է եւ չես կարող դու էլ գաս, ասես գիտեք, ես էլ եմ խաղաղություն բերում եւ այլն։ Իրականում այո, ընդդիմությունը ստիպված է դժվար ճանապարհ անցնել, դժվար իմաստով հանրությունը պետք է ասվի ճշմարտությունը։ Այն որ խաղաղություն հնարավոր է, բայց հնարավոր է մեծ աշխատանքի, հնարավոր է նաեւ զոհողությունների եւ այլնի գնով, այսինքն պետք է նվաճել այդ խաղաղությունը եւ ոչ թե ստանալ։ Պետք է իհարկե փորձել բացահայտել իշխանության բոլոր ստերը մաքսիմալ բարձ ձևով եւ հասկանալի եւ հասանալի եւ առանց էմոցիաների, սա նույնպես կարեւոր հանգամանք է, բայց այո, ընդդիմությունը իր առաջարկը հստակ ձևակերպված առաջարկը ցավոք սրտի հանրությանը չունի, որտեղ իմ կարծիքով մտահոգություն ունի, որ ճշմարտությունը ասելու պարագայում կարող է ինչ-որ վախեր առաջանան ժողովրդի շրջանում եւ այլն։ Նրանք ես գիտեմ քաղաքական ուժեր, այդ թվում իշխանությանը հավակնող մեծ ուժերի առաջնորդներ, որոնք Արցախի մասին չեն խոսում, որտեղ ինչ-որ սոցիալական հարցումներով բարձրել են, որ Արցախի հարցը դա ցավոտ հարց է հանրության համար, մարդիկ չեն ուզում այդ խնդրը լսել,
վախենում են դրանից եւ այլն, դա ասում են դե որ չեն ուզում, ուրեմն չխոսենք դրա մասին։ Ես չգիտեմ որքանով է դա արդարացված։ Իմ կարծիքով մենք ազգովի պետք է առերեսվենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև, որպեսզի նաև պատրաստ լինենք այդ մարտահրավերներին դիմակայել։ Թե չէ Փաշինյանը ասում է խաղաղություն է լինելու, բայց բանակ է կրճատում, չգիտեմ, զորքերը սահմանից հանում է տեղ ուզում է սահմանապահ ծառայություն իրականացնի եւ այլն, բայց Աստված ոչ հարասցե, եթե այդ վիճակով հանրությունը խաղաղության պատրաստ հանրությունը բախվի նոր ագրեսիայի, դա ողբերգական հետևանքներ է ունենալու է, շատ ավելի ծանր, քան եղել է Արցախում։ Դրա համար ժողովրդին ժողովրդը պետք է ազնիվ խոսել եւ պետք է իսկապես նվիրվել պետության կայացման, պետության վերականգնման գործին եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման գործին։ Մեր ժողովուրդը դրան չի հավատում։ Շատ հաճախ ընդդիմության լիդերներին ասում են, որ չէ, դուք չեք գալիս մեր խնդիրները լուծելու, դուք գալիս եք ձեր իշխանությունը ապահովելու համար, ու շատերի դեպքում ճիշտ են ասում։ Այսինքն ոչ թե իշխանապողության համար են պայքարում, այլ իշխանության համար են պայքարում։ Դե հիմա դա պետք է զտվի, ժամանակ չկա, իրականում չկա, չգիտեմ դա ոնց է հնարավոր, բայց դա խնդիրների մի մեծ փաթեթ է, որը ընդդիմությունը պարտավոր է լուծել նվիրյալ աշխատանքով, այնպես ինչպես դա արել է օրինակ Բագրատ Սրբազանը։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրության համար։ Սիրով։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ վերլուծաբան Հրանտ Մելիք Շահնազարյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։